Բոլորիդ բարի օր, հարգելի բարեկամներ, ուրախ եմ տեսնել այն մարդկանց, ովքեր նայելու են այս եթերը։ Ես ասացի, որ երեք ռուսերեն լեզվով եմ անելու եթերը այն մարդկանց համար, ովքեր ռուսերեն են հասկանում, եւ այսօր խոստացի, որ մի հատ ոչ երկար եթեր կանեմ հայերեն, քանի որ ահագին ունեմ հետևորդ, ովքեր հայերեն են հասկանում։ Այսօրվա թեման լինելու է շատ լուրջ թեմա, քանի որ դուք գիտեք, որ ահագին Ռուսաստանի հայերը ուշադիր ուսումնասիրում են մեր նյութերը եւ նայում են մեր եթերները, մանավանդ երբ մենք խոսում ենք պատերազմի մասին եւ երեք եւ ընդհանրապես վերջի օրերին ինձ շատ են գրել մեր հետևորդները Ռուսաստանից, որ Ռուսաստանում ընդհանրապես ինֆորմացիա չկա պատերազմի մասին եւ Ռոման ջան, մենք ձեզնից ենք ինֆո ստանում զոհվածների մասին, անհայտ կորածների մասին եւ այս եթերը զոհված հայերի մասին ալինելու, անհայտ կորածների մասին եւ ընդհանրապես ինչա կատարվում հիմա։ Ուզում եմ սկսեմ բադ լուրից այս եթերը, քանի որ այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ սկսվում է փաստորեն նոր մոբилизация. Русерен дословно и Баграмян 26 это печатал, что будут вызваны в строй все офицеры запаса. Да նշանակում է, որ մոտավորապես 1 միլիոն տղամարդ Ռուսաստանում, նաև հավատացեք, սկզբից հայերն են դա լինելու, Պուտինը կանչում է պատերազմի։ Դա շատ վատ լուր է բոլորիս համար եւ ես ուզում եմ ուշադիր լսեն այդ լուրը այն հայերը, ովքեր ապրում են Ռուսաստանում։ Տեսեք, դուք լուրեր եք նայում ձեր հեռուստալիքներով, որտեղ մենակ սուտ է, պատերազմը չի վերջանում, չի վերջանալու մոտակա ժամանակ, եւ այն, որ Պուտինը 1 միլիոն մարդ հավաքում է պատերազմի համար, դա նշանակում է, որ պատերազմի նոր փուլ է սկսում։ Եվ այդ կապակցությամբ ուզում եմ հիշեցնեմ, որ մոտավորապես 2 օր առաջ ես գրեցի դրա մասին, որ մենք այս դրությամբ ունենք 6800 զոհված հայ Ռուսաստանում, այսինքն հասնում է այդ թիվը 7000 է լինելու վստահ եմ մոտակա շաբաթները, բայց այս դրությամբ ունենք հստակ քանակ 6800 զոհված հայ Ռուսաստանի կողմից։ Բացի դրանից մեզ ունենք տվյալներ, որ մոտավորապես 1500-1550 ունենք անհայտ կորած հայ ռուսների Ռուսաստանի կողմից եւ ցավոք սրտի դուք հասկանում եք, որ անհայտ կորածները 99%-ը դա զոհված են այդ տղերքը, այսինքն եթե ասենց կոպիտ հաշվարկով մեզ ունենք զոհված եւ անհայտ կորած, այսինքն զոհված 8500 տղամարդ, մենակ ռուսների կողմից, Ռուսաստանի կողմից։ Դրանք Ռուսաստանի բնակիչներն են, դրանք ղարաբաղցիներն են եւ դրանք Հայաստանի Հանրապետության բնակիչներն են, քաղաքացիները։ Տեսեք, բացի դրանից դուք հասկանում եք, որ ամեն պատերազմում, եթե օրինակ մենք ունենք 9000 անհայտ կորած եւ զոհված տղա, ուրեմն դուք умножьте, умножаем на 2 и получаем количество раненых, այսինքն մոտ 15000 ամենակիչը ունենք մեզ վերավոր տղա եւ սա էլ է հաստատ ինֆո։ Բացի դրանից մոտ 20000 ընտանիք ում տղերքը կամ հայրիկները հիմա ծառայության մեջ են, բամ կոնտրակտ են ստորագրել եւ այո, այն նյութը, որը ես տեղադրել եմ, որ 45000 հայ ընտանիք ապրում են սենց իսկապես շատ վատ պայմաններում եւ սա այն փաստն է, որը հավատացեք հստակ 100%-անոց ինֆո է եւ այն հայերը, ովքեր ապրում են Ռուսաստանում, այո, դուք չեք ստանում ոչ մի ինֆորմացիա, չեք ստանալու, քանի որ այդ երկրում պատերազմ է գնում եւ իրանք ամեն ձևից ստելու են, անելու են նենց ոնց իրանց է հարմար, իսկ ձեր տղերքը գնալու են զոհվեն։ Այն, որ այսօր Պուտին հայտարարեց, որ այսքան մարդ է հավաքում, նորից եմ կրկնում, 1 միլիոն տղամարդ մոբիլիզացիա են անում եւ հավաքեն ուղարկեն պատերազմ։ Դա նշանակում է, որ պատերազմը շարունակվելու է մոտակա 5 ամիսը հաստատ, եւ եթե դուք ապրում եք Ռուսաստանում, ինչ հիմա ձեր տղան չի գնացել պատերազմի եւ դուք մտածում եք, որ մոտակա ամիսը պատերազմը կվերջանա եւ ձեր տղան, ձեր եղբայրը չի գնալու պատերազմ եւ դուք կարողանաք մնաք Ռուսաստանում, դուք սխալվում եք։ Ես դրա համար եմ հիմա եթերը անում եւ դիմում եմ բոլորիդ, խնդրում եմ, դիմում եմ ամեն ինչ արեք, գործից դուրս եկեք, ձեր տունը վաճառեք, կորցրեք տունը վաճառեք շատ էժան։ Այդ գումարով դուք հաստատ կարաք Հայաստանում տուն առնեք, մնացած գումարը փոքր խանութ բացեք կամ դնեք տոկոսի տակ, այսօր ձեզ հերիքի մի փոքր տուն Հայաստանում եւ հաց լինի ձեզ, ուրիշ բան ձեզ պետք չէ։
հարգելի բարեկամներ, խնդրում եմ, մի մտածեք, որ կոնկրետ ձեր տունը հա ոչ մեկ չի գալու ձեր տղուն չեն տանելու պատերազմ։ Ես նորից եմ կրկնում, այսօր 45000 ընտանիք հայկական Հայաստանում, Ղարաբաղցիներ եւ Ռուսաստանում, հա, սարսափելի վիճակում են ապրում։ Երբ դուք ասում եք որտեղից է ինֆոն, կոնկրետ ես իմ էջերում 4 տարի, հա, տեղադրում եմ ազգանուն, անուն, հայրանուն, որտեղ ծնված, որ քաղաքում, որտեղ զոհված, անձամբ ես եւ իմ հետևորդներս ուսումնասիրել են այդ սաղ ինֆոն։ Հարգելիներս, կոնկրետ ինձ մոտավորապես 800 հոգի 4 տարում դիմել են, որ իրանց տղան անհայտ կորել է։ 800 մոտավորապես տղուց 27-ը ես եմ գտել անձամբ։ Իմիջիայլոց ասեմ, որ այս եթերից հետո ես երևի ֆոտո գցեմ, քանի որ այսօր մեզ տեղեկություն ա եկել, որ մի հատ հայ ունենք, ով գերի անգել Ուկրաինայում, եւ հիմա ստուգում ենք մենք իրանց ընտանիքի հետ, ընտանիքն էլ է ստուգում, ես էլ ոնց որ մի հատ տղա էլի գտել ենք։ Եթե դա լինի տենց, ուրեմն 28 տղա ունենք գտած, բայց այս դրությամբ 27 հոգի 800-ից ես գտել եմ գերության մեջ, հա։ Պետք է հասկանանք, որ այն տղերքը, ովքեր զոհվել են եւ անհայտ կորել են, ցավոք սրտի նրանց մեծ մասը հնարավոր է, որ ինչ որ վայրի խոզեր ուտում են արտում, ցավում եմ, որ դա պետք է ասեմ, բայց պետք է ասեմ իրականությունը որն է, որ այն մարդիկ, ովքեր զոհում են, իրանց ոչ մեկ ման չի գալիս, իրանք ոչ մեկին պետք չեն։ Վայրի խոզերը այդ արտերի մեջ իրանց ուտում են, դրա համար այդ մարդը անհայտ կորած է։ Ու երբ չեն կարողանում գտնել, դագաղի մեջ, չգիտես ինչ են բերում տալիս, ասում են, «Էսա ձեր տղան է, ձեր եղբայրն է, զոհվել է», հասկանում եք։ Շատ սարսափելի է իրավիճակը, շատ։ Եվ Հայաստանում ունենք ահագին մարդիկ, ովքեր արդեն բերել են, թաղում են արել, այսինքն թե Ռազդանում, թե Սպիտակում, թե Ստեփանավանում, թե Ջերմուկում, չգիտեմ էլի այս սա քաղաքները ես իմ մոտ գրած կա, ահրելի վիճակ։ Ունենք մեզ մի հատ գյուղ, օրինակ Արարատի մարզում, Բաղրամյան գյուղն է։ Բաղրամյան գյուղում, եթե չեմ սխալվում, 6 հոգի արդեն զոհվել են, գնացել են փողով կռվեն, 6 հոգի, եթե չեմ սխալվում, 6 թե 7, 6 или 7 человек только в одном селе у нас, մի հատ գյուղում, պատկերացնում եք։ Երևանից մոտիկ Արարատի մարզն է։ Ես շատ երկար չեմ ուզում խոսամ, այն որ այսօրվանից Ռուսաստանը 1 միլիոն տղամարդ հավաքում, դա չկա կասկած, որ մի մասը լինելու են հայեր։ Դա լինելու են ձեր եղբայրները, ձեր տղաները, դուք եք որոշում, որտեղ եք ապրում, որտեղ եք գնում։ Ոչ մեկին ես չեմ կարա խորհուրդ տամ եւ ոչ մեկին չեմ կարա ինչ որ բան թելադրեմ, բայց հարգելի հայեր, Ռուսաստանի հայեր, դուք 4 տարի տեսնում եք, որ պատերազմ ա գնում, եւ դուք 4 տարի մնում եք ձեր աշխատանքային տեղերում, դուք որոշել եք մնաք ձեր քաղաքներում, դուք որոշել եք, որ դա ձեզ չի կպնելու, եւ դուք ասում եք, մենք չենք կարա աշխատանքը կորցնենք, մենք չենք կարա մեր տունը թողենք, որ տունը, չեմ հասկանում։ Այսինքն ձեր տունը ավելի կարեւոր է, քան թե ձեր տղու կյանքը, ձեր տունը ավելի կարեւոր է, քան թե ձեր հայրիկի կյանքը, հա։ Արդյոք դուք սիրում եք ձեր տղուն, ձեր երեխաներին, դուք արդյոք սիրում եք ձեր ամուսնուն, եթե այո, հա, սիրում եք, ուրեմն պետք է թույլ չտաք, որ ձեր երեխան, հա, գնա պատերազմ ու չգիտես ինչի Ուկրաինայի այդ փոսերում մնա ու իրան ինչ որ վայրի խոզ ուտի։ Ես չեմ հավատում, որ ձեզ չունեք հնարավորություն գաք Հայաստան։ Ես չեմ հավատում։ Դուք Մոսկովիա մեծ տների մեջ եք ապրում։ Ինչա դուք չեք կարող այդ մեծ տունը շատ թանկ է իմիջիայլոց ասեմ, չեք կարող վաճառեք ու այդ գումարով 5 հատ տուն կարաք մարզերում առնեք կամ էլ մի 3 տուն առնեք Երևանում։ Ինչու՞մն է խնդիրը։ Ինչի եք դուք 4 տարի մնում այդ երկրում ու պաշտպանում այդ ղեկավարությանը, այդ բանակը։ Ինչի։ Այսքանը շատ երկար չեմ ուզում խոսամ, բայց զգուշացնում եմ Ռուսաստանի հայերին, որ այսօրվանից շատ վատ օրեր է, սկսում ավելի վատ, քան թե եղել է այս 4 տարվա ընթացքում եւ իրավիճակը շատ լուրջ է եւ շատ բարդ։